Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր նոյեմբերի 17 Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովուրդը և չի թողում իր ժառանգությունը Սաղմոս 94-րդ գլուխ 14-րդ խոսք Ոչ, նրանցից ոչ մեկը չի գցվի նրա երեսից Մարդը ունակ է գցել, բայց Աստված չի գցում, քանզի նրա ընտրությունը անփոփոխ է, իսկ նրա սերը հավերժական Ոչ ոք չի կարող գտնել որևէ մեկին, որին Աստված լքել է իր փրկարար սերը բացահայտելուց հետո։ Այս մեծ ճշմարտությունը հիշատակվում է Սաղմոսում տառապողների սրտերը մխիթարելու համար։ Տերը խրատում է իրենիներին, բայց երբեք չի լքում նրանց։ Օրենքի և գավազանի կրկնակի գործողության արդյունքը մեր կարգապահությունն է, իսկ այս հրահանգի պտուղը հոգու խաղաղությունն ու մտքի սթափությունը, որից էլ բխում է հանգիստը։ Չարագործները թողնվում են իրենց հայեցողությամբ, մինչև որ մի փոս են փորում, որի մեջ ընկնում և բռնվում են, իսկ աստվածավախները դպրոց են ուղարկվում ապագա փառավոր կյանքին նախապատրաստվելու համար։ Դատաստանը կվերադառնա և կավարտի իր գործը ապստամբների վրա, բայց այն նաև կվերադառնա արդարացնելու անկեղծներին և բարեպաշտներին։ Հետևաբար, մենք կարող ենք կրել խրատի գավազանը հանգիստ խոնարհությամբ, քանի որ դա ոչ թե զայրույթի գավազանն է, այլ սիրո։